Շատ լավ, հարգելի գործընկերներ, տեսեք, հենց նոր դիմում մուտքագրեցինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչպես գիտեք, հունիսի 6-ին եւս մեկ անգամ Հայաստան Էլեկտրական ցանցեր ՊԲ կողմից դիմում էր ներկայացվել սակագնի վերանայման համար, առավել կոնկրետ սակագնի իջեցման հետ կապված են 3.6 միլիարդ դրամ դրական տարբերությունը հաշվի առնելով։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող ունենալ, կարող է 1 տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, տարբերությունն այլ բացասական լինի եւ արդյունքում անհրաժեշտություն ունի մի բան է սակագինը բարձրացնելու։ Հիմա նորից դիմումը ներկայացացինք, արդեն ներկայացնելով գրեթե 1 տարվա հաշվարծ թիվը հիմք ընդունելով, որը արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի։ Եվ կրկին անգամ դիմումը խնդրեցինք վերանայել սակագինը եւ իջացնել։ Օրենքով սահմանված ժամկետում պետք է արձագանք տան, մենք սպասում ենք այս բային դիմումը մուտք եղես, պետք է քննարկվի, հանձնաժողովը որոշում կայացնի, սակագնի փոփոխության կատարելու վերաբերյալ կկայացնեն, թե չեն կայացնի, դիմումը կքննեն, թե չեն քննի, հուսամ կքննեն եւ սակագինը կիջեցնեն, բնակչության բեռնել որոշակի չափով կթեթևանա։ Սպասելիքները դրական են, հուսամ հանձնաժողովը կքննի եւ կբավարարի եւ սակագինը կնվազեցնի։